Ողջույն, այս շաբաթվա հաղորդմանը կանրադառնանք երկու թեմայի։ Նախ կխոսենք Իրանի դեմ շարունակվող պատերազմի և Հայաստանի վրա դրա ազդեցության մասին, ապա կանրադառնանք Հայաստանի նախընտրական քարոզարշավի վերջին երկու շաբաթվա իրադարձություններին, քննարկելով տարբեր ուժերի քարոզարշավներն ու հայտարարությունները։ Իրանի դեմ պատերազմը շարունակվում է արդեն 4-րդ շաբաթը։ Այն փաստացի ավելի ինտենսիվ է դառնում բազմաթիվ առումներով։ Չեմ պատրաստվում մանրամասնել, թե ինչ է կատարվում պատերազմի դաշտում, քանզի անկեղծ ասած դա այժմ աշխարհի գլխավոր թեման է, եւ շատերն են տեղյակ այդ մանրամասներին։ Պարզապես կենտրոնանամ Հայաստանի վրա պատերազմի ազդեցության վրա։ Առաջինն այն է, որ փախստականների կայուն հոսք կա դեպի Հայաստան, եւ այն իրականում ավելի ու ավելի տեսանելի է դառնում, հատկապես Երևանում եւ դրա կենտրոնում։ Մայրաքաղաքի փողոցներում հիմա կարելի է ավելի շատ իրանցիներ տեսնել։ Ակնհայտ է, որ մարդիկ փախել են պատերազմից։ Այս առումով պետք է իմանալ, որ իրանցիներն իրականում այդքան շատ տեղ չունեն գնալու։ Հարևան երկրի հետ սահմանների մի մասը փակ է, իսկ մյուս երկրներ, որոնց հետ սահմանը բաց է, նրանք իսկապես չեն ուզում գնալ։ Հայաստանում արդյունաբերական ոլորտում է նկատվում պակասորդ, բայց դեռ ոչ կրիտիկական աստիճանի։ Սակայն ակնհայտ է, որ այս վիճակը կարող է պահպանվել մի քանի շաբաթ կամ ամիս, ու եթե պատերազմը շարունակվի ավելի երկար, այն շատ ավելի մեծ ազդեցություն կունենա մեր արդյունաբերության վրա։ Մենք անպայման ականատես կլինենք ավելի մեծ գնաճի, քանզի գնաճը ազդելու է ողջ աշխարհի վրա։ Միայն էներգակիրների գների բարձրացումը շղթայական ազդեցություն է ունենում մնացած ամեն ինչի վրա։ Միակ ու փոքր դրական կողմն այն է, որ շատ ընկերություններ, որոնք աշխատում են Դուբայի նման քաղաքներում, հատկապես ՏՏ ոլորտի այն ընկերությունները, որոնք գրասենյակներ ունեն Հայաստանում, իրենց աշխատակիցներին տեղափոխում են Հայաստան, որ հաստատվեն այստեղ։ Մի մասը մշտապես, այնպես որ դա փաստացի նպաստում է մեր ՏՏ ոլորտի զարգացմանը։ Մյուս հարցը, որի վրա պետք է կենտրոնանանք, գազն է։ Անցած շաբաթ Իսրայելը հարվածեց իրանական գազային գլխավոր հանքավայրերից մեկին՝ Պարսի հանքավայրին։ Դրա հետևանքով Իրանը 2 օր առաջ կրճատեց գազի արտահանումը Թուրքիա։ Սա կարող է իրականում սկսել ազդել մեզ վրա։ Քանզի Հայաստանն Իրանի հետ ունի համաձայնագիր, որի համաձայն էլեկտրաէներգիան մենք փոխանակում ենք գազի հետ։ Եվ եթե Իրանը չկարողանա բավարարել տեղական պահանջարկը, կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մենք զրկվենք իրանական գազից։ Իսկ եթե դա տեղի ունենա, Հայաստանը կրկին ամբողջությամբ կախված կլինի ռուսական գազից։ Պատերազմը իրականում մեզ չի հասել, բայց եթե այն շարունակվի ու իրավիճակն ավելի սրվի, եթե ԱՄՆ-ն ցամաքային ներխուժում կատարի Իրան, ամեն ինչ հնարավոր է։ Այդ թվում այն, որ Իրանը կարող է հարձակվել ադրբեջանական նավթային օբյեկտների վրա, եթե այն վերածվի բոլորը բոլորի դեմ պատերազմի։ Հուսով ենք, որ դա տեղի չի ունենա։ Ակնհայտ է, որ մինչ Իսրայելն ու ԱՄՆ-ն փաստացի հաղթում են ռազմի դաշտում, նրանք միանշանակ պարտվում են քաղաքական հարթությունում։ Եվ ամեն օր, երբ Իրանը գոյատևում է եւ շարունակում է հակահարված տալ, հրթիռներ արձակելով, Թեհրանի քաղաքական դիրքերն իրականում ամրապնդվում են, հատկապես հաշվի առնելով Հորմուզի նեղուցի նկատմամբ նրանց վերահսկողությունը եւ դրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա։ Ես չեմ կարծում, որ այս պատերազմը շուտով կավարտվի։ Չնայած Թրամփի վերջին մի քանի օրերի հայտարարություններին, ցավոք ըստ իս այն ավելի ինտենսիվ կդառնա։ Իրավիճակը կվատանա եւ բացասական ավելի մեծ ազդեցություն կունենա մեր երկրի վրա։ Հիմա եկեք անցնենք քաղաքական ուժերի քարոզարշավներին, Հայաստանում անցկացվող ընտրարշավին։ Կանրադառնանք յուրաքանչյուր կուսակցության, յուրաքանչյուր միջոցառման եւ կփորձենք ձեզ տեղեկացնել կատարվող իրադարձությունների մասին։ Անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքը հայտարարեց, որ վարչապետի իր թեկնածուն պարոն Քոչարյանը կլինի։ Քանի որ նրանք դաշինք են, ԱԺ անցնելու համար պետք է հաղթահարեն 8%-ի շեմը, իսկ դատելով վերջին հարցումների արդյունքներից, ըստ որոնց դաշինքը ավելի քիչ ազդեցություն ունի, նրանք իրականում դեռ մոտ չեն ԱԺ անցնելուն։ Գուցե 4% կամ 5% ձայն ստանան։ Ուստի նրանց թերևս չենք տեսնի հաջորդ խորհրդարանում։ Իրականում պարոն Քոչարյանը եւ նրա կուսակցությունը նվեր են Նիկոլ Փաշինյանին եւ նրա կուսակցությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, դա մեծապես պայմանավորված կլինի այս մրցապայքարին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, քանզի նա դառնում է այն հրեշը, որի դեմ իշխանությունները կարող են պայքարել։ Միևնույն ժամանակ, եթե Քոչարյանը փոշիացնի ընդդիմության ձայների 4, 5 կամ 6%-ը, հատկապես եթե այդ ձայներից զրկվեն այն ուժերը, որոնք իրականում խորհրդարան անցնելու շանս ունեն, նա դրանով զգալիորեն կնպաստի իշխող կուսակցության հաղթանակին։ Եվ եթե դեպքերը զարգանան այս սցենարով, ապա հավանաբար նա ավելի մեծ պատասխանատվություն կկրի դրա համար, քան որևէ մեկը։ Վերջին 10 օրերին նկատելի է դարձել, թե որքան կարևորություն են պաշտպանության եւ անվտանգության հարցերին տալիս բոլոր ուժերն իրենց քարոզարշավի ժամանակ։
Ակնհայտորեն պատճառն այն է, որ ըստ սոցհարցումների այս հարցերն ընտրողների համար առաջին 2 կամ 3 ամենակարևոր թեմաներն են։ Թե Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցությունը, թե Արման Թաթոյանի Միասնության թևերը մամուլի ասուլիս հրավիրեցին, ներկայացրին իրենց ծրագիրը երկրի զինված ուժերի կատարելագործման եւ մեր պաշտպանությունը բարելավելու վերաբերյալ։ Կուսակցությունը շատ մանրամասներ չներկայացրեց։ Այնուամենայնիվ միջոցառումը բավականին տպավորիչ էր շնորհիվ իր մասնակիցների։ Նրանցից ամենանշանավորը հատուկ նշանակության զորքերի նախկին հրամանատար Արթուր Ավանեսյանն էր, որը հանդես եկավ որպես հիմնական զեկուցող։ Տպավորիչ էր նաև Իսրայելից եւ Հունաստանից փորձագետների ներկայությունը, որոնք քննարկեցին ռազմական ոլորտի բարելավման ուղիները։ Այս միջոցառումից անմիջապես հետո հրապարակվեցին քաղաքական գովազդները, որոնցում գլխավոր դերում է Արթուր Ավանեսյանը, որը համեմատություն է անցկացնում պաշտպանության ոլորտում իրենց եւ իշխող կուսակցության ծրագրերի միջև։ Այժմ անդրադառնանք մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ղեկավարած ուժի ռազմական ոլորտի բարեփոխումների ծրագրին։ Նա մամուլի ասուլիս հրավիրեց մարտի 25-ին, երկար ներկայացրեց իրենց ծրագիրը, որով նախատեսվում է պաշտպանության բյուջեն ավելացնել $1 միլիարդ։ Նա խոստացավ իշխանության գալու դեպքում հրապարակել 2020-ի Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրած խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը, որն աժխոսնակը թաղել է խորհրդարանում։ Նա խոստացավ աշխարհի տարբեր երկրների փորձագետներից կազմված բարեփոխումների հանձնաժողով ստեղծել, որը կմշակի մեր զինված ուժերը բարեփոխելու եւ պաշտպանությունը բարձրացնելու ծրագիր։ Եվ կոնկրետ ժամանակացույց նշեց թե զսպման կարողությունների, թե թշնամու հարաբերական հավասարության հասնելու համար։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի թմբկահարումը շարունակվում է շաբաթներ եւ ի վերջո վարչապետի հետեւյալ արձագանքին հանգեցրեց։ Հիմա էլ ասում եմ, ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ շատ։ Վարչապետի այս տեսակետը, որ ընդդիմության հաղթանակը նշանակում է պատերազմ, լայնորեն աջակցություն ստացավ նրա կուսակցության գրեթե բոլոր հիմնական դեմքերի կողմից։ Ես միշտ սպասում էի դրան, բայց անկեղծ ասած կարծում էի, որ դա տեղի կունենա ընտրությունների վերջին 10 օրի կամ վերջին շաբաթվա ընթացքում, քանզի դա շատ ավելի լավ ժամանակահատված է, այն իմաստով, որ ընդդիմությանը ավելի քիչ ժամանակ է մնում արձագանքելու համար։ Բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ պատճառով կամ իշխանությունը խուճապի մեջ է, կամ կարծում է, որ պետք է արձագանքել այս խնդրին։ Նրանք հիմա բարձրաձայնեցին դրա մասին։ Եթե ուզում եք հասկանալ սրա տրամաբանությունը կամ այստեղ առկա տրամաբանական սխալը, ապա նրանք ըստ էության ասում են հետևյալը. 2020-ի պատերազմին հաջորդած 6 տարիներին մենք չկարողացանք թշնամու դեմ զսպման միջոցներ ստեղծել։ Բայց եթե դուք հիմա մտածեք մեկ այլ կուսակցության օգտին քվեարկելու մասին, որը խոստանում է զսպման այդ միջոցները ստեղծել, մենք ձեզ շանտաժի կենթարկենք ասելով, որ դա կարող է հանգեցնել պատերազմի մեր իսկ ձախողումների պատճառով։ Եվ այս ամենը հանգեցնում է մեկ ակնհայտ հարցի. այդ ինչ խաղաղություն եք դուք բերել, որը կարող է դիմանալ ժողովրդական այս գործընթացի քննությանը, որի արդյունքում մեկ այլ ուժ կարող է գալ իշխանության։ Ի վերջո վաղ թե ուշ իշխող կուսակցությունը կհեռանա։ Եվ եթե ոչ հունիսին, ապա 5 տարի հետո, եթե ոչ 5 տարի անց, ապա 10 տարի հետո։ Վերջիվերջո այն կկորցնի իշխանությունը եւ նրան մեկ այլ կուսակցություն կփոխարինի։ Չի կարող լինել այնպես, որ հասնես խաղաղության, որի պահպանումը կախված է նրանից, որ պետք է իշխանության մնա մի կուսակցություն, որի ծրագիրը ենթադրում է ստիպել մեզ, որ ռազմական հարցերում մշտապես ենթարկվենք թշնամուն։ Մյուս կողմից ավելի վտանգավորն այն է, որ սրա մասին հրապարակային խոսելով իշխանությունը փաստացի օրինականացնում է Հայաստանի դեմ ագրեսիան ընդդիմության հաղթանակի դեպքում։ Քանզի ըստ էության իշխանությունը դա ասում է իր ձևակերպումներով, թշնամուն հնարավորություն տալով անել այն, ինչը նա կցանկանա անել։ Հետաքրքիրն այն է, որ չնայած այս հարցում դեմագոգիայով զբաղվելուն, իշխանություններն իրականում գովազդներ են ցուցադրում իրենց պաշտպանական ծախսերի մասին։ Եվ բոլորին է հայտնի, որ մայիսի 28-ին ռազմական մեծ շքերթ է անցկացվելու, ցուցադրելու իրենց ձեռք բերած ռազմական ողջ տեխնիկան։ Սա ակնհայտորեն ընտրողների մոտ հարց է առաջացնում։ Եթե իսկապես հավերժ խաղաղություն ենք հաստատել, ապա ինչու է քարոզարշավի շեշտը դնում ռազմական տեխնիկայի արդիականացման վրա, մյուսներին ասելով, որ չպետք է դա անեն։ Միշտ դժվար է լինելու իրական կյանքում իրականացնել նրանց այս երկակի ռազմավարությունը, որով մի կողմից ասում են մենք խաղաղություն բերեցինք, իսկ մյուս կողմից զգուշացնում. մենք ձեզ պատերազմով կսպառնանք, եթե ուրիշ ուժ ընտրեք։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես են ընդդիմադիր ուժերն իրենց քարոզարշավի ընթացքում քննադատում իշխող ուժերին այս երկակի դիրքորոշման վրա, որը երբեք առանձնապես արդյունավետ չի եղել։
Անկեղծ ասած, այս ամենի վրա ստվեր գցեց վարչապետի եւ նրա թիմի նախընտրական քարոզարշավը Երևանում։ Այն այդքան էլ հաջող չէր։ Ինչը զարմանալի չէ, քանզի նրանք շատ ավելի ուժեղ են գյուղական վայրերում, քան Երևանում, եւ այս ամենն իր գագաթնակետին հասավ անցյալ կիրակի մետրոյում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որը վեճի վերածվեց։ Ասում էի, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։ Կխոսեմ տենց ես հետ բարձր։ Ուրեմն ես անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Այս երիտասարդ կինը, որը մետրոյում իր որդու հետ էր, վարչապետին անընդհատ ասում էր, որ չի ցանկանում շփվել նրա հետ այն բանից հետո, երբ վարչապետը ցանկանում էր նրա որդուն նվիրել Հայաստանի քարտեզով կրծքանշան։ Խոսակցության ընթացքում կինը բարձրացրեց Արցախում հայերի էթնիկ զտումների հարցը։ Պարզվեց, որ ինքն էլ ցակումով Արցախից է, էթնիկ զտումների է ենթարկվել 2023-ին։ Նաև 1993-ի պատերազմի ժամանակ Արցախը պաշտպանելիս զոհված հայտնի հերոսի դուստրը։ Ինչ կարող ենք ասել այս միջադեպի մասին։ Գիտեք, յուրաքանչյուր ականավոր քաղաքական գործչի կյանքում միշտ կա մի վճռորոշ պահ, որ այսպես ասած բացահայտում է նրա իրական դեմքը, եւ հենց այս պահն է, որ մնում է մարդկանց հիշողության մեջ։ Շատ առումներով սա մեր վարչապետի կարիերայի հենց այս որոշիչ պահը կլինի, երբ ըստ իս նա իսկապես ցույց տվեց, թե ով է իրականում։ Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ երբ մարդիկ ցույց են տալիս իրենց իրական դեմքը, ավելի լավ է հավատալ նրանց։ Գիտեք, եթե դրան նայեք զուտ ընտրարշավի տեսանկյունից, ապա 1 րոպեից էլ քիչ ժամանակում նա շատ բան ջուրը գցեց։ Ձեռքերով սրտիկ ցույց տալու ամիսների քարոզչական աշխատանքը, պաստառների եւ քարոզարշավի վրա ծախսած 100 հազարավոր, եթե ոչ միլիոնավոր դոլարներ, երբ պարզապես այնպես գոռաց այդ երիտասարդ կնոջ եւ նրա որդու վրա, որ նրանք փաստացի չէին ուզում ներքաշվել նրա հետ խոսակցությունում։ Մի քանի ժամ անց նա հրապարակեց երկրորդ տեսանյութը ներողություն խնդրելով այդ կնոջից իր խոսքերի եւ վարքի համար։ Վստահ եմ, որ վարչապետի թիմում կան մարդիկ, որոնք քարոզարշավի առումով սա իսկապես հաղթանակ են համարում, հաշվի առնելով, որ Հայաստանում կա ընտրողների մի խումբ, որը միշտ էլ նախապաշարմունքներ է ունեցել Արցախի ժողովրդի նկատմամբ, տարբեր պատճառներով։ Բայց իրականում այս մարդիկ այսպես թե այնպես քվեարկում են նրա օգտին եւ ըստ էության նրանք կազմում են վարչապետի ընտրազանգվածի զգալի մասը։ Իսկ երկրի մնացած մասն իդեմս վարչապետի տեսավ շատ փոքրոքի մի մարդու, որն իր տղամարդկությունը ցուցադրում է կանանց եւ երեխաների վրա գոռալով։ Որպես ամփոփում պետք է ասեմ, դժվար չէ նկատել, որ շատ մոտ ենք 2018-ի Թավշյա հեղափոխության 8-րդ տարեդարձին։ Հետևաբար ես պետք է հարց ուղղեմ մեր վարչապետին, մարդու ու կանանց իրավունքներով զբաղվող նախկին իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպությունների աշխատողներին, որոնք այս կառավարության առաջատար դեմքերն են։ Ինչ պատահեց ձեզ։ 8 տարի իշխանության լինելուց հետո դուք հասցրել եք գրաքննել թանգարանների տնօրեններին, պատերազմի սպառնալիքով շանտաժի ենթարկել ընտրողներին եւ գոռալ կանանց ու երեխաների վրա, ֆաշիստ այլասերվածներին հաճոյանալու համար։ Պատմությունը ձեզ չի արտարացնի, ապագա սերունդները ձեզ չեն ների։ Շնորհակալություն այս շաբաթվա հաղորդումը դիտելու համար։